Հայաստանի ոստիկանությունը ագրեսիվ եւ հակաօրինական գործողություններով սովորաբար աչքի է ընկել հատկապես համապետական կեղծված ընտրություններից հետո ժողովրդական ընդվզումների ժամանակ։ 1996-ի սեպտեմբերի 25-ը առաջին եւ միակ դեպքն էր, երբ այդ ընդվզումներից տուժեց ոչ թե ժողովուրդը, այլև իշխանությունը, ոստիկանության ղեկավարը Վանո Սիրադեղյանն էր։ Այդ օրվա ուրեմն անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր այն ժամանակ դեռևս ուրիշ անունով հայտնի Սերժիկ Սարգսյանի վրա, որպես ազգային անվտանգության նախարար։ Սեպտեմբերի 25-ին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը վիճարկում էր նախագահի ընտրությունների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ազգային ժողովի շենքում էր եւ նա իր կողմնակիցներին առաջնորդեց խորհրդարան, որպեսզի ԿՀ նախագահը չեղյալ համարի Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը։ Մենք այնտեղ կմնանք 20-30 րոպե, եթե 20-30 րոպե եթե մենք դուրս չգանք, եկեք մեր հետևից։ Այդ պահին, երբ բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին արդեն ազգային ժողովի շենք, Սերժ Սարգսյանը որպես պատասխանատու մոտեցավ ինձ, ասում եմ իմ գրասենյակում, որտեղ մի 20 մարդ կար, մոտեցավ ինձ, ասեց շեֆ, պետք է կրակել։ Ասի ոչ մի դեպքում, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առևանգել եւ լինչի դատաստանի են ենթարկել ազգային ժողովի նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց պետք է կրակել։ Ես մի պահ մտածեցի եւ ասի միայն օդ։ 1998-ի նախագահի եւ 99-ի ազգային ժողովի ընտրությունները ոստիկանության ագրեսիվ ոգևորության առիթ չտվեցին։ Կարեն Դեմիրճյանը չվիճարկեց նախագահի ընտրությունների արդյունքները, իսկ նրա եւ Վազգեն Սարգսյանի միասնություն դաշինքի հաղթանակը ազգային ժողովում ոչ մի կասկած չհարուցեց բացարձակապես ոչ մեկի մոտ։ Знаете, это выборы. Культуры проведения выборов, каких-то традиций десятилетних в Армении нету, и поэтому я допускаю какие-то нарушения. 2003-ի նախագահի ընտրությունների հետ ընտրական գործընթացներին ոստիկանությունը կրկին իր տարերքի մեջ էր։ Ընդդեմ ժողովրդի ոստիկանության եւ թաղային հեղինակությունների համագործակցության մասին զգուշացնում էին նախագահի ընդդիմադիր թեկնածուները։ Այսօր նրանք փորձում են ահաբեկել ձեզ։ Այսօր իրենք փորձում են վախեցնել ձեզ։ Ամեն ինչ տեղի ունեցավ ըստ ասվածի, ընտրողների ահաբեկչություն, հետընտրական ձերբակալություններ, ոստիկանությունը ամենուր էր, որտեղ դժգոհում էին ընտրությունների արդյունքներից, բռնություններն ու ձերբակալությունները 2003-ի երկու համապետական ընտրությունների ժամանակ տարածվեցին նաև լրատվամիջոցների վրա։ Իշխանությունը բռնությունների պատճառ ուներ։ Որովհետև մյուս ճամբարում սեփական երկիրը մորոտելը աշխատանքի ոչ է դարձել։ 2008-ի հետընտրական բռնությունները Հայաստանի պատմության մեջ առայժմ մնում են անգերազանցելի։ Ոստիկանությունը, բանակը, օլիգարխների թիկնազորը կրակեց ընտրությունների արդյունքը վիճարկող ժողովրդի վրա։ Այստեղ էլ պատճառ կար։ Նախագահի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանը հայտարարեց. եթե զոհերի թիվը 10 չլիներ, կարող էր ավելի շատ լինել։ 2012-ի խորհրդարանական ընտրությունները չնայած լայնամասշտաբ կեղծիքներին ոստիկանության բռնությունների պատճառ չդարձան, թեպետ շարունակվեցին ձերբակալությունները։ 2013-ի նախագահի ընտրություններում առաջին անգամ ոստիկանությունը ընդդիմադիր առաջնորդի հետ էր։ Միասին պայմանավորվում էին հետագա գործողությունները։ Մայթով քայլելուց մինչև ցեղասպանության զոհերի հուշահամալիրում աղոթելը եւ երգելը։ Ոստիկանապետն այլևս աղոթելու տրամադրություն չունի։ Մի քանի օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քառակին զգուշացրել է թեժ քաղաքական աշնան հետևանքների մասին, կկիրառեն սառը ցնցողներ նրանց հանդեպ, եթե չօգնի, ավելի թեժ աշունք կազմակերպեն։ Ի դեպ այսօրվանից ոստիկանությունն անցնում է նոր համազգեստի, Վլադիմիր Գասպարյանը դա համարում է համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ։